Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի այցը Միացյալ Նահանգներ, որի նպատակն է ամրապնդել երկու դաշնակիցների հատուկ հարաբերությունների ապագան։ Այցը տեղի է ունենում 1956 թվականի Սուեզի ճգնաժամից ի վեր երկու երկրների միջև հարաբերությունների վատթարագույն շրջանի ֆոնին։ Դոնալդ Թրամփը վարչապետ Քիր Ստարմերին բազմիցս քննադատել է Իրանի դեմ հարձակմանը չմիանալու համար։ Զուգահեռ Մեծ Բրիտանիայում Բուքինգեմյան պալատի դիմաց ցույց էր թագավոր Չարլզի եւ նախագահ Թրամփի կերպարներով ցուցարարները հրթիռի մակետ էին ի ցույց դրել, արտահայտելով իրենց դժգոհությունը թագավորի Միացյալ Նահանգներ այցի կապակցությամբ։ Stop Trump Coalition-ը կազմակերպել էր այս բողոքի ակցիան, կոչ անելով Մեծ Բրիտանիայի կառավարությանը դադարեցնել Միացյալ Նահանգներին բրիտանական ռազմական բազաներից օգտվելու թույլտվություն տրամադրելը։ Մենք չպետք է թագավորին ուղարկենք պետական ընթրիքի Դոնալդ Թրամփի հետ գինի խմելու եւ ճաշելու, այն դեպքում, երբ նա Իրանի հետ պատերազմի հետևանքով խորացնում է ճգնաժամը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ռուսաստանին։ Ռուսական պատվիրակությունը, որի կազմում էր նաև պաշտպանության նախարար Անդրեյ Բելաուսովը, 3 ապրիլի 26-ին մասնակցել է Ռուսաստանի Կուրսկի շրջանում մարտերում զոհված հյուսիսկորեացի զինվորներին նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը։ Հյուսիսային Կորեան փորձում է Ռուսաստանում տեղակայված իր զորքերը ներկայացնել որպես զոհաբերության եւ հավատարմության խորհրդանիշ։ Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերության ցուցադրած տեսանյութում երևում է, ինչպես է Կիմ Չեն Ընը մասնակցում արարողությանը, գրկում զինվորներին, ծաղիկներ դնում հուշահամալիրում։ Հյուսիսային Կորեան մոտավորապես 14,000 զինծառայող է ուղարկել Կուրսկ ռուսական ուժերի դեմ միասին կռվելու Ուկրաինայի դեմ։ Հարավկորեական, ուկրաինական եւ արևմտյան պաշտոնյաների տվյալներով այս մարտերում զոհվել է ավելի քան 6000 հյուսիսկորեացի զինվոր։ Ռուսաստանի արտգործնախարարությունն է հրավիրվել Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամստորֆը։ Ըստ գերմանական DPA լրատվամիջոցի Լամստորֆը պետք է ներկայանար գերմանացի քաղաքական գործիչների եւ ահաբեկչական կազմակերպությունների միջև ենթադրյալ կապերի վերաբերյալ հարցերի պատճառով։ Կարծում եմ քիչ հավանական է, որ ռուսական կողմը կկարողանա հիմնավորել իր մեղադրանքները։ Խոսնակի միջոցով փոխանցված հայտարարությամբ ասել է դեսպանը։